Լավ պայմաններով մատչելի ֆինանսավորում կօգնեն գտնել կաջակցեն ամենատարբեր հարցերում խոստումով էկոնոմիկայի նախարարությունը ներդրողներին գործարար հանդիպման է հրավիրել։ Քննարկվող թեման բեռների արտահանման ներմուծման համար լոգիստիկ նոր ենթակառուցվածքներ հիմնել շահագործելն է սահմանամերձ տարածքներում։ Նախարարը շեշտեց, իրենք առաջ են տանում երկրի ապաշրջափակման օրակարգն ու լիահույս են, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի։ Մեր համար շատ հետաքրքիր է, որպեսզի Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածներում որոշակի լոգիստիկ կարողություններ ստեղծվեն, մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ, որովհետև նաև մյուս կողմում այդ տեղեկություններով թուրքական կողմը այդպիսի շինարարություններ արդեն իսկ նախագծել է, այդ թվում երկաթուղու վերանորոգման հետ կապված, մաքսային տերմինալների կառուցման հետ կապված, մաքսային պահեստների հետ կապված։ Առաջարկվող հնարավորությունը կտրուկ կկրճատի մեր ապրանքների Հայաստանից Եվրոպա հասցնելու ճանապարհը դահլիճից առաջինն արձագանքեց հայկական բեռներն աշխարհի տարբեր անկյուններ արտահանող Էքսպորտ Արմենիայի ներկայացուցիչը։ Ձեր պրոյեկտը շատ հետաքրքիր է, բնականաբար։ Այս դեպքում մոտավորապես օրոքեսում, եթե պատասխանատվեր ասած մարգարանքաման օրոքեսում մենք արդեն Եվրոպայում կունենանք մեր ապրանքը։ Ով ինչ ծրագիր կարող է առաջարկել նախարարությունը ներդրումային փաթեթների է սպասում, հայտարարեց Գևորգ Պապոյանը։ Ասաց, բաց են խոսում, չեն փորձում տվյալ գործում առաջ մղել այս կամ այն ընկերության։ Ներկայացրեց ցամաքային ու երկաթուղային հաղորդակցության երկու հնարավորություն, որի շուրջ ցանկալի է Հայաստանը տնտեսական ենթակառուցվածք ստեղծի։ Դրանով հետաքրքրված բիզնեսներին պատրաստ են շատ ավելի կոնկրետ խորհուրդներ տալ, տեղեկացրեց վերջին զարգացումների ներքո լոգիստիկ առումով Շիրակի եւ Տավուշի մարզերն ուսումնասիրած ընկերության ղեկավարը։ Երբ որ նայում ենք խաղաղության խաչմերուկի տրամաբանության մեջ, մենք պետք է հաշվի առնենք, որ այո, արևմուտքից եւ արևելքից, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանակից մենք երկաթուղային գծերի զարգացման անպայման պետք է նախագծեր դիտարկենք, բացի այդ եւ ասական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է անդամ երկրներում ստեղծել այս լոգիստիկ հաբեր, որոնք երկաթուղով կապվեն մեկը մյուսի հետ։ Պարզվեց, գործարարներ ունենք հրապարակային այս առաջարկից շատ ավելի շուտ են սկսել նախապատրաստվել սահմանի բացմանը։ Կոնկրետ ունենք ծրագիր, որ արդեն գնել ենք, պրոյեկտը կա վրա, այդ տաբանական հարցեր են, որ շինքուտելություն ստանանք, հենց այս ինչ-մասը խոսում ենք կոնկրետ ծրագրավորել Հայաստանի հյուսիսային հատվածում։ Մենք մեր մտքեր ունենք, քաղաքային հետազոտություն ենք արել վերջին 8 ամսվա ընթացքում։ Պետությունն ինչով կաջակցի իրենց հարցին փոխնախարար Ավետյանը հնարավոր տարբերակներ նշեց։ Եթե օրինակ մարզում մարդիկ հողի գինը կտրուկ բարձրացնեն, կօգնեն գերակա շահ ճանաչել։ Ֆինանսավորում կգտնեն մաքսային տերմինալի սարքավորումների մասով։ Ծրագրեր, որ բերեք, ավելի հստակ կքննարկենք, ասաց։ Կախված է ներդրումի ծավալից, ներդրումի ձևից, տեղից, դրա ստրատեգիական հողի առումով նշանակությունից եւ այլն եւ այլն, այսինքն մանրամասները շատ կարեւոր են։ Հանդիպման առաջին ժամն էր բաց, քննարկումը շարունակվեց առանց մեր տեսախցիկի։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։